Ողջույն իմ սիրելի կշարքներ, այսօր 24-ն է հունվարի իմ օրացույցով Ուրանի օրը ձեզ փոփոխություններն են ընկել եւ իսկապես ես նայում եմ ձեր քարտեզը, իսկապես փոփոխություններ կան, ես իհարկե կմանրամասնեմ եւ նշեմ, որ դուք 5-րդ տեղում եք, պահպանել եք ձեր 5-րդ տեղը, սա ուրեմն տեղի հետ կապված, հիմնականում դուք եղել եք առաջին եռյակում միշտ, հիմա այդպես տեղավորվեցիք, հարմարվեցիք 5-րդ տեղի հետ։ Հիմա ես կներկայացնեմ փետրվար ամսվա համար կանխատեսումը, որը բնականաբար վերաբերում է բոլոր նրանց, ում ասցենդենտի նշանն է կշեռքը, որտեղ դուք կարող եք լինել ցանկացած նշան, բայց ձեր ասցենդենտի նշանը լինի կշեռքը, դա ձեզ միանշանակ առաջին հերթին դա վերաբերում է ձեզ, եւ իհարկե հետո արդեն արևի նշանով կշեռքներին։ Այդ երկուսը լսում եք, միացնում եք եւ անպայման նոր լիարժեք այդպես պատկերացում եք ունենում։ Եվ այսպես փետրվարին ինչ ունենք, կարևոր ամիս է ինքը, մենք ունենք բնականաբար լիալուսին, իսկ նորալուսինը դա հանդես է գալիս արևի ուղղակաձև խավարման տեսքով։ Այդպես եւ հետո մենք փաստորեն կգտնվենք խավարման միջանցքում եւ խավարման միջանցքում այդ ժամանակ Մերկուրին կդառնա հետընթաց, որտեղ ինքը փետրվարի 7-ին է մտնելու ձկան նշան, իսկ Վեներան, որ փետրվարի 10-ին է մտնելու ձկան նշան, մինչև մարտի 6-ը ինքը փաստորեն գտնվելու է այդ խավարման միջանցքում եւ այդ ընթացքում նաեւ լիալուսնից հետո Ուրանը կդառնա ուղընթաց, իսկ արդեն փետրվարի 14-ից մինչև 2028 թվականի ապրիլի 13-ը Սատուրնը ուրեմն գտնվելու է ձեր հակադիր նշանում, սիրելի կշեռքներ, ահա Սատուրնը այդտեղ է լինելու մի քանի տարի եւ այդտեղ արդեն հարաբերություններն են ցանկացած երկրորդ անձնավորության հետ կապված, այստեղ հարաբերություններն են, որ պետք է շատ խելացի լինել այդ հարաբերություններում եւ ընդհանրապես ինքը կսովորեցնի ձեզ, որ հասկանաք ինչպես եք վերաբերվում թեկուզ մեծերի հետ, թեկուզ ասենք ձեր ծնողների հետ, թեկուզ ցանկացած ձեր նպատակները ինչպեսին են եւ այլն այսպես եւ հիմա սկսենք լիալուսնից եւ արևը չմոռանամ ամենակարևորը արևը փետրվարի 18-ին կմտնի ձկան նշան, այսինքն ինչպես տեսնում ենք բոլորը հավաքվում են հիմա տեղաշարժվում են դեպի ձկան նշան, որտեղ էլ Մերկուրին փետրվարի 26-ին կլինի հետընթաց, ահա այսպիսի իրադարձություններ են եւ սկսենք հենց փետրվարի 2-ից, երբ տեղի կունենա Հայաստանի ժամանակով գիշերը 2:09 րոպե 3 վայրկյան, արևի լուսինը կհակադրվեն եւ 14 աստիճանում առյուծի նշանում տեղի ունենալու լիալուսինը։ Ձեզ համար լավ է այդ նշանը, այդ նշանում այդ դասավորությունը բնականաբար ձեզ համար լավ է, բայց այստեղ դա շատ հարաբերական է, որովհետեւ որպես ասցենդենտի նշան դու կարող եք ոչ մի ուրեմն մոլորակ չունենալ եւ ասենք պայմանավորված է, եթե արևի նշանով է կշեռք, ուրեմն պայմանավորված է թե ձեր ուրեմն մոլորակներն ինչպիսի դասավորություն ունեն, բայց մեծ հաշվով ուրեմն այդ ուրեմն դասավորությունը ձեզ համար շատ լավ է եւ իհարկե միգուցե ձեր միջավայրի կամ ընկերների հետ կապված դուք ինչ որ հասկանում եք, որ ասենք այս հարցում պետք չէր վստահել, այստեղ այսպես պիտի արվեր եւ այլն, այդ ամեն ինչը կարող եք վերլուծել եւ շատեր արդեն միգուցե հասկացել են ինչը ոնց երբ եւ այլն այնպես որ մինչեւ փետրվարի 2-ը ուրեմն բոլոր կշեռքները այդ հարաբերությունը նաեւ այստեղ երեխայի թեման կարող է լինել սիրո թեման եւս եւ ձեր գաղափարակիցները
կարող են լինել, այնպես որ դուք արդեն այդ մասին կիմանաք ինչպես վարվել, ինչ անել, ձեր հետագա քայլերի մասին կիմանաք։ Եվ ուզում եմ անմիջապես նշել արևի օղակաձև խավարումը, որը տեղի է ունենալու փետրվարի 17-ին Հայաստանի ժամանակով 16:57-ին արևի լուսինը կմիավորվեն 29 աստիճանում եւ այն տեղի կունենա ջրհոսի նշանում, որը գիտեք, սա նոր սկիզբ է դրվում եւ որտեղ դա ինքը նորալուսինն է եւ դուք օդի նշան եք, ջրհոսը եւս օդի նշան է, այնպես որ ես կարծում եմ ջրհոսը կշարքը եւ ջրհոսը իրենք ջրի օդի նշաններ են եւ բնականաբար այստեղ ձեզ համար պետք է որ լավ լինի։ Նու նորից եմ նշում, ձեր անձնական քարտեզում կարող են մոլորակները ուրեմն այդպես ծրված լինել դասավորությունը, շատ բնականաբար յուրաքանչյուրն ունի իր մոլորակների դասավորությունը եւ իհարկե դրանով է պայմանավորված, բայց գլոբալ առումով օդի նշանում է, այնպես որ դա կարող է ձեր երեխայի հետ կապված ինչ որ թեմայում, ձեր բիզնեսի հետ կապված ինչ որ հարցերում կամ ասենք սիրո հարցերում դուք լինեք ավելի ուշադիր եւ ավելի նպատակային հասկանաք, որ ասենք դա կարող է տանել ամուսնության կամ ասենք հարաբերությունները պետք է փոխվի, վերաբերմունքը փոխվի եւ այլն եւ այլն։ Այսպեսի իրադարձություններ կլինեն եւ շատ կարեւոր է նշել, որ փետրվարի 17-ից մինչեւ մարտի 3-ը մենք գտնվելու ենք խավարման միջանցքում, այնուհետև կլինի լուսնի ամբողջական խավարումը, դա ոչ այդքան լավ խավարում է եւ իհարկե դա երկար, գիտեք, այսպես ասեմ, փետրվարի 17-ին այդ խավարումը ձեզ համար կարող է լավ լինել, բոլոր դեպքերում ուշադիր ենք լինում խավարման միջանցքում, գիտեք, դժվար է, որովհետև այդ ժամանակ Մերկուրին դառնալու է փետրվարի 26-ին հետ ընթաց, որովհետև ինքը արդեն գտնվում է ձկան նշանում, ինքը կդառնա հետ ընթաց եւ ձեզ կհուշի, որ դուք պետք է ուրեմն հետևեք ձեր առողջությանը անպայման այնտեղ արդեն որովհետև գիտեք Մերկուրին ձկան նշանում ինքը եւ անկման մեջ է եւ վտարված է այստեղ այսինքն միգուցե լինի ինֆորմացիա կամ ինչ որ որոշում կայացնեք, որը ձեզ համար այդքան էլ ցանկալի չէ կամ հանդիպումներ ինֆորմացիա, որ ձեզ համար ցանկալի չէ, բայց դա կատարվում է կամ դուք լսում եք, դա կարող է ձեր աշխատանքին վերաբերել, կարող է դա ձեր առողջությանը վերաբերել, հա, բոլոր դեպքերում ես ուզում եմ նշել մեկ այլ բան, որ ձեզ մոտ այդ մղձավանջը կարծես թե աստիճանաբար նոսրանում է, անցնում է եւ դուք աստիճանաբար դուրս է գալիս այդ վիճակից եւ պահանջում է ձեզանից որոշում կայացնել, գիտեք, սա կարող է աշխատանքին վերաբերել, սա կարող է նաեւ ձեզ ասեմ, նրանք ովքեր ազատազրկման մեջ են գտնվում, իրանց եւս կարող է վերաբերել ասցենդենտով կշռքներ, ես ասացի ցանկացած մարտակալնի, չնայած շատերը չգիտեն, որ իրենց ասցենդենտի նշանը կշռքն է, ոչ նայում են, ոչ էլ իմանում են, հա, եւ իրենց մոտ թերի է մնում այդպես կանխատեսումը, մնում է թերի այսպես դրա համար անպայման իմացեք ձեր ասցենդենտի նշանը, իսկ այն իմանալու համար պետք է հաշվարկվի ձեր ծննդյան ճշգրիտ ժամը, եթե դուք չգիտեք կամ եթե մոտավոր գիտեք, ինձ գրում է մոտավոր գիտենք, կարող եք ասել ասցենդենտի նշանը, ես չեմ կարող ասել, որովհետև մոտավոր ժամը ճիշտ չի, ավելի լավ է իմանաք, հաշվարկվի իմանաք ձեր ճշգրիտ ժամը, մեկ անգամ հաշվարկում է դա եւ ընդմիշտ Այսպես եւ հիմա եթե այդ մարդկանց մոտ ամեն դեպքում դա հեռանում է մղձավանջը եւ հնարավոր է ինչ որ տարբերակներ նորից դա կախված է ձեր անձնական քարտեզով ձեր առողջությանը պիտի անպայման ուշադրություն դարձնեք եւ որոշում կայացնեք ձեր հետագա անելիքների մասին սա շատ կարևոր է շարունակում եք դա նույն ձևով եք շարունակում ինչ հասկացաք ինչ դասեր քաղեցիք ինչ եք անելու սա շատ կարևոր է որ դուք իմանաք եւ վերլուծեք անպայման իսկ եթե առողջական հարցեր են այստեղ այսինքն մեկը մյուսի հետ կապված է պիտի հասկանաք դուք անեք այդ քայլը
ավելի վատ կլինի ձեր առողջական վիճակը, հեռանաք ընդհանրապես այդ ամենից կամ այդ աշխատանքից, այն գործունեությամբ, որ դուք ուրեմն զբաղված էիք, զբաղվում էիք կամ, հա, եւ այլ ուղղությամբ շարունակեք ինչ որ նոր կյանք եւ այլն եւ այլն։ Գիտեք, ձեզ հնարավորություն է տրվելու փոխելու ձեզ մոտ եւ ամեն ինչ սկսելու սկզբից։ Իհարկե, ես հասկանում եմ, թե ասցենտով կշարքները, թե արևի նշանով իրենց համար դժվար է, իրենք անդադ երկմտում են, բայց ձեզ հնարավորություն է տրվելու, որ դուք ուրեմն մտածեք, իհարկե որևիցե քայլ փետրվարի կեսերից սկսած մինչև մարտի վերջ, ես ձեզ խորհուրդ կտայի, որ ոչ մի նոր բան չսկսեիք, ոչ մի որոշում դեռևս չկայացնեիք, եւ զբաղվեիք ձեր առողջությամբ, այդ ամեն ինչից դուրս գալով ձեզ հարկավոր է վերականգնվել շատերի մոտ։ Սա ես նորից եմ կրկնում, ընդհանուր է, իսկ ավելի մանրամասն, ավելի կոնկրետ ցույց է տալիս ձեր անձնական քարտեզը։ Տեսեք, ես արդեն ավելի բան չեմ կարող ասել, որովհետև ուրեմն հնարավոր չի տրանզիտներով ասել, որտեղ յուրաքանչյուր ունեք ձեր մոլորակների դասավորությունը, հա։ Այսպես եւ փետրվարի 4-ին Օրանը կդառնա ուղղընթաց, ինքը ձեր ֆինանսների տանն էր, այդպես շատ անկայուն է ձեր ֆինանսական վիճակը, կամ ընդհանրապես ֆինանսները ձեր, տեսեք, նույն ձեր անձնական քարտեզով հնարավոր է, որ անդադ ինչ որ բաների համար ֆինանսներ են ծախսվում ձեզ համար, կամ դուք եք ծախսում այդ ֆինանսները, հա, երկու դեպքն էլ հնարավոր է, եւ ինքը իհարկե 1-2 ամսից դուրս կգա եւ իր ազդեցությունը կթուլանա աստիճանաբար եւ արդեն այստեղ դուք կմտածեք արտերկրի գնալու մասին, շատերը բավականին ակտիվ կլինի կամ գնալ գալ այդպես ավելի հաճախակի կլինի ձեզ մոտ։ Միգուցե աշխատանքի հետ կապված դուք ֆինանսական դժվարություններից դուրս գաք ու մտածեք, որ այդպես ձեր բիզնեսի, ձեր գործերի մասին, այլ կյանք սկսելու մասին։ Իսկ փետրվարի 14-ից մինչև ապրիլի 13-ը Սատուրնը մեկընդմիշտ կտեղավորվի ձեր հակադիր նշանում սիրելի կշարքներ եւ իր հետ կբերի, որ ասացի հենց հաղորդման սկզբում, այդ իրադարձությունները, այսինքն այստեղ հնարավոր է դժվարություններ լինեն, ասենք, եթե ձեր մոտ իրավիճակ է փոխվում, ուրեմն հարաբերություններում լինեն դժվարություններ եւ նաեւ սովորեցնի ձեզ, որ ճիշտ է պետք հաշվարկել ամեն ինչ, վերլուծել, մասնավորապես չշտապել, ինչպես խորին է բնորոշ եւ ճիշտ քայլեր անել։ Այս է եւ պետք է անպայման այդ հարցում դուք լինեք ուշադիր, վերլուծեք եւ պարզաբանեք ձեր հարաբերությունները։ Այսպես։ Եվ իհարկե ուզում եմ ավարտել արևով, սիրելի կշարքներ, արևը փետրվարի 18-ին կմտնի ձկան նշան, այստեղ ես կարծում եմ ինքը կլուսավորի, կջերմացնի եւ դուք կարող եք ձեզ բավականին լավ զգալ, հոգեպես ամենակարևորը այդ հոգեկան այդ ապրումները, ճնշումները դուրս կգան եւ դուք կարող եք լավ լինել։ Եթե իհարկե, եթե այստեղ ճիշտ վերլուծություն անեք, որտեղ տիեզերքից ձեզ այդ հնարավորությունը ընձեռվում է, եթե անեք ճիշտ վերլուծություն, հասկանաք ում հետ եք շփվելու, ում եք դիմելու, ինչ եք անելու, ում հետ են շարունակվելու ձեր հարաբերությունները, ընկերությունը եւ այլն, այդ ժամանակ արդեն ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի։ Բոլոր դեպքերում արևը բերում է ջերմություն, լավ բաներ, այդպես առողջություն, այնպես որ դա էլ փետրվարի 18-ին, իսկ ես արդեն այսօր ավարտեմ եւ գրեք անպայման, սիրելի կշարքներ, որքանով օգտակար եղան իմ խորհուրդները, ինձ համար դա կարեւոր է եւ չմոռանաք նաեւ ձեր շնորհակալությունը հայտնել
լայքելով մեծ բան չի պահանջվում ձեզանից, ընդամենը սա ես մանրամասնում եմ, որովհետև ձեր վերաբերմունքից է կախված նաև իմ վերաբերմունքը, որովհետև դա կարող է լինել շատ կարճ, շատ կոնկրետ, ոչ մի օգտակար բան չլինել, ուղղակի այդպես թվարկել, որ սա այստեղ ու դրանով ավարտվի, հա, այնպես որ ձեր վերաբերմունքից է կախված է լավ վերաբերմունքին փոխադարձ հաջորդում է լավ վերաբերմունքը։ Այսքանը լավ եղեք, իսկ մենք կհանդիպենք հաջորդ ամիս առայժմ։